Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 7։ Թող քեզ ընդունելի լինեն իմ բերանի խոսքերը և սրտիս խորհուրդները, ով Տեր իմ վեմ և իմ փրկիչ։ Սաղմոս 19-րդ գլուխ 14-րդ խոսք։ Մեկ անգամ ևս ձեր հայացքը դարձրեք այն քրիստոնյային, ով լսում է քարոզված Աստծո խոսքը։ Հոգու զորությունը խոսքը լսելու համար Աստծուց է գալիս։ Նա է բացում սիրտը, որպեսզի մարդը ուշադրությամբ լսի։ Ավելին, նա է բացում սրբի միտքը, որպեսզի ընդունի խոսքը և հասկանա դրա իմաստը։ Այն նման է Սամսոնի հանելուկին, որը մենք չենք կարող լուծել առանց նրա երինջի։ Աստված բացում է հոգու արգանդը, որպեսզի այն ընդունի և բեղմնավորվի խոսքից, ինչպես որ բացում է միտքը այն հասկանալու համար։ Այդպես անպտուղ հոգին դառնում է զավակներով ուրախ մայր։ Դավիթը 6 ամիս շարունակ նստած էր օրենքի ուսուցման մեջ, սակայն նրա սրտի արգանդը փակված էր։ Բայց երբ եկավ Նաթանը և Աստված նրա հետ, այն ժամանակ նա կյանքի վերադարձավ։ Հոգին անմիջապես հղանում է, այո, և նույն օրը ծնունդ է տալիս։ Նա իսկույն ընկնում է իր մեղքերի համար խորը վշտի և ցավի մեջ, և այդ տառապանքը չի անցնում, մինչև որ իր մեղքերը չարտահայտի և դուրս չթափի այն քաղցր 51-րդ Սաղմոսում։ Ինչու հենց այս մեկ խոսքը ներգործեց ավելի զորավոր, քան բոլոր նախորդները։ Միայն այն պատճառով, որ այժմ Աստված իր խոսքի հետ գործեց այնպես, ինչպես նախկինում չէր արել։ Այդ պատճառով էլ գրված է, որ նա է մեզ սովորեցնում օգտակար եղողը։ Եսայի 48-րդ գլուխ 17-րդ խոսք։ Նա, որ նստած է երկնքում, հենց նա է ուսուցանում մարդկանց սրտերը։ Երբ Աստծո հոգին, որ գլխավոր ուսուցիչն է, մի հոգու կանչում է իր օգնական ուսուցչից դեպի իրեն և ասում է. «Հոգի, դու դեռ չես սովորել, թե ինչպես պետք է ընդունես խոսքը լսելու միջոցով, այսպես և այսպես հասկացիր, այս է ճշմարտությունը, այսպես կիրառիր այս խոստումը», ապա անմիջապես նրա գիտակցության աչքերը բացվում են, և նրա սիրտը բորբոքվում է նրա ներսում, մինչև որ Աստված խոսում է նրա հետ։ Այսպիսով էլ տեսնում ենք այս ճշմարտության իրականությունը, որ քրիստոնյայի զորությունը Տիրոջ մեջ է։